Բոլորին, շնորհակալություն, որ եկաք քննարկմանը։ Այո, կարծում եմ ակնհայտ է, որ նույնիսկ մինչև խորհրդանական ընտրությունները դրան նախորդած մեկ տարվա ընթացքում մենք ժողովրդավարական բավականին լուրջ հետընթացի ականատեսնեինք։ Մեր կազմակերպությունը Civilnet-ի հետ համագործակցությամբ ունի Democracy Watch նախաձեռնություն, որի միջոցով մենք փորձում ենք մշտադիտարկել եւ նաեւ փաստագրել այդ բոլոր մտահոգիչ զարգացումներն ու միտումները։ Ես կարծում եմ, որ վերջին տարվա ընթացքում մշտադիտարկված ամենախնդրահարույց գործընթացը կամ միտումը ընտրովի արդարադատությունն է, երբ մեծ հաշվով իրավապահ մարմինները, ինչպես նաև դատական համակարգը կամայականորեն օգտագործում են իշխող ուժի շատ նեղ ներքաղաքական շահերը սպասարկելու համար։ Այս գործընթացը ընտրություններից մեկ տարի առաջ ավելի ինտենսիվ է դարձել։ Ես կարծում եմ, որ այս միտումները խորանում էին վերջին 5 տարիների ընթացքում, մասնավորապես արտահերթ ընտրություններից հետո 2021 թվականի, եւ այստեղ ենթադրում եմ, որ պարտությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում եւս նշանակալի դեր է ունեցել, երբ մեծ հաշվով քաղաքական պարտության գինն է բարձրացել։ Այլևս Հայաստանում ընտրություններում պարտվել է միայն ընտրություններում պարտվելու մասին չի, եւ այդ գնի բարձրացման պատճառով մենք թեւակողել ենք նաև սև ու սպիտակի քաղաքականության դարաշրջան, պոպուլիստական քաղաքականության դարաշրջան, երբ մեծ հաշվով չկան քաղաքական հակառակորդներ, կան թշնամիներ, երկու կողմերն լինի դա իշխանությունը թե ընդդիմությունը մեծ հաշվով հակառակորդներին դելեգիտիմացնելու մարտավարություն է ընտրել, երբ հակառակորդները ներկայացվում են որպես վտանգ Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ընդդիմության պարագայում մենք գիտենք բոլոր այդ նարատիվները, օտարերկրյա գործակալ լինելու, չգիտեմ, թուրքական ազդեցության գործակալ, սորոսական եւ այլն, իշխանությունը պատերազմի ավարտից հետո եւս մեծ հաշվով սկսեց օգտագործել այդ միտումները, այդ պատումները, երբ բոլոր քննադատները մեծ հաշվով հայտարարվում են հայտնի երկրի շահերի սպասարկող կամ չգիտեմ ինքնիշխանությանը վտանգ ներկայացնող դերակատարներ եւ այս բևեռացված խոսույթների եւ բևեռացված քաղաքականության պարագայում իհարկե շատ ավելի հեշտ է կիրառել այն գործիքները, որոնք կիրառվում են, մասնավորապես ընտրովի արդարադատությունը եւ քաղաքականացված արդարադատությունը։ Մինչև ընտրությունները մենք տեսնում էինք, թե ինչպես էին այդ գործընթացները ընթանում եւ ցավոք սրտի շատ լուրջ արձագանք ոչ Հայաստանի ներսում, ոչ էլ Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չկար ու չկա, պատճառները կարող ենք քննարկել, բայց այս փուլում արձանագրենք, որ այդ արձագանքի բացակայությունը մեծ հաշվով նաեւ ինչ որ չափով քաջալերում է առաջին հերթին իշխող ուժին, բայց նաեւ այլ դերակատարներին առաջ շարժվել այս խնդրահարույց մոտեցումներով եւ ընտրություններից հետո ինչպես եւ կանխատեսում էինք այս գործընթացները ոչ միայն շարունակվում են, այլ նաեւ խորանում են, որովհետեւ կարծում եմ պատճառը պարզ է, մի տարի շարունակ նմանատիպ գործիքակազմ կիրառելով եւ նոր մանդատ ստանալով իշխանությունը ավելի վստահ է, ինքնավստահ է, որ կարող է առաջ շարժվել այդ գործելավոճով, ընտրություններից անցել է 1.5 ամիս եւ մենք արդեն տեսել ենք առնվազն 3 շատ խնդրահարույց գործընթաց։ Առաջինը դա հենց ընտրությունների հետ արդյունքների հետ կապված այդ որոշումներ, ԿՀ որոշումը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի որոշումը, սա կարծում եմ նոր կարմիր գիծ է, որը խախտվել է, եթե նախկինում մենք խոսում էինք բոլոր այս խնդիրների մասին, ընտրովի արդարադատություն, քաղաքականացված արդարադատություն, քաղաքական բևեռացում, բայց առնվազն կարելի է ասել, որ էլեկտորալ առումով, էլեկտորալ ժողովրդավարության հիմնասյան առումով, այսինքն ազատ եւ արդար ընտրությունների առումով դեռևս խնդիրներ գոյություն չունեն, եթե խոսքը գնում է համապետական մակարդակի ընտրությունների մասին, այսինքն ոչ տեղական մակարդակում, եւ ԿՀ այս որոշումը եւ կամայականորեն ակնհայտորեն քաղաքական որոշում կայացվեց Բարգավաճ Հայաստանին թույլ չտալ մտնել խորհրդարան եւ նաեւ արհեստականորեն ավելացնել իշխող ուժի մանդատների թիվը, տալով նրանց արդեն որակյալ մեծամասնություն, սա կարծում եմ առաջին նախանշանն է, որ ընտրությունների ինստիտուտը ինքնին եւս ինչ որ սուրբ կով չէ այս քաղաքական ուժի համար եւ ապագայում եթե անհրաժեշտություն լինի միգուցե ավելի լուրջ խախտումներ կարող են լինել։
Երկրորդ խնդրահարույց գործընթացը կարծում եմ ընտրական իրավունքի սահմանափակման հետ կապված այդ որոշումներ, որը կարծում եմ Հայաստանում կա կոնսենսուս տարբեր դերակատարների մոտ, այդ թվում նաև իշխանամերձ դերակատարների մոտ, որ դա հակասահմանադրական է։ Այսինքն սահմանադրությամբ հստակ սահմանված է, թե ով ունի ընտրելու իրավունք եւ ով չունի, եւ այս տիպի կամայական որոշում կայացնելով առանց որևէ լուրջ փաստական հենք ներկայացնելու, երևի տեսել եք Ինֆոկոմի հետաքննությունը, որը ցույց է տալիս տարբերությունները ժամանածների Հայաստանի քաղաքացիների Ռուսաստանից նախորդ եւ ֆակտորը մինչ այդ Ինֆոկոմը արդեն ավելի հստակ թվերով ու նաեւ Հայաստանի քաղաքացիների եւ ոչ քաղաքացիների բաժանելով, այսինքն 3000-ով էր ավել այս տարի ժամանումներ եւ այդ փաստական շատ կարելի է ասել կասկածելի հենքով նման տիպ փոփոխություն անելը իհարկե հերթական հակաժողովրդավարական քայլ կարելի է համարել եւ երրորդը իհարկե այն է ինչ տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, ընդհանուր առմամբ Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է այս հետխորհրդային մոդելը խոշոր բիզնեսի եւ քաղաքական իշխանության փոխհարաբերությունների, եւ այս մոդելը կիրառվում է բազմաթիվ այլ հետխորհրդային երկրներում, մենք բոլորս հիշում ենք նույն Պուտինի առաջին ժամկետի ընթացքում ինչպիսի պայմանավորվածություններ կային խոշոր բիզնեսի հետ եւ ինչ տեղ ունեցավ, երբ նույն Խադարկովսկին խախտեց այդ պայմանավորվածությունը, հիմա կարծում եմ շատ նման գործընթաց է տեղի ունենում եւ Գագիկ Ծառուկյանի կենսագրությունը ինքնին ցույց է տալիս, որ այս հարցում շատ բան չի փոխվել հեղափոխությունից հետո։ Հիշում ենք բոլորը Սերժ Սարգսյանի հետ այդ կոնֆլիկտը, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, հիշում ենք, որ հեղափոխությունից հետո նույնիսկ կար այսպիսի իրավիճակ, երբ մի պահ կրկին քրեական գործեր էին հարուցվել, այսինքն քաղաքական ակտիվացման շրջանը ուղեկցում է արդեն այս քաղաքականացված եւ ընտրովի արդարադատության շրջանում։ Ու այստեղ պետք է կարծում եմ կարևոր շեշտադրում անել, որ այստեղ կարևոր չի անհատը։ Գագիկ Ծառուկյանի կենսագրությունը կարելի է քննարկել, վստահաբար ցանկության դեպքում կարելի է ապօրինի ինչ որ գործողություններ գտնել։ Այստեղ սկզբունքն է կարևոր։ Երբ իշխող ուժը հնարավորություն ունի իր սեփական անձնական նպատակները հետապնդելու համար կամայականորեն եւ ընտրողաբար կիրառել արդարադատության համակարգը, սա նշանակում է, որ երկրում արդարադատություն գոյություն չունի։ Կարծում եմ երկրորդ մեր պանելային քննարկման երկրորդ փուլում կարող ենք խոսել լուծումների մասին, բայց երևի ես սրանով կսահմանափակեմ իմ